Ողջույն բոլորին, բարի լույս, ուսամ բոլորը լավ եք, առողջ եք, հանգիստ եք, Փառք Ուրախություն պատճառով երևույթն է, որ դուք ամեն շաբաթ, ամեն երեքշաբթի օր եւ այստեղ կաք ձեր նեղությունները, ձեր դժվարությունները դուն ցկելով եւ հակառակ այս դժվար պայմաններում դուք խոսքալով կաք Աստծո խոսքը լսելու, Աստծո խոսքին ականջ դնելով Զայն ձեր դուները գտանիք եւ զայն կյանքի կվերածեք։ Եվ իսկապես ասիկա բոլորիս համար ուրախություն պատճառով երևույթն է։ Եվ ինչպես որ ասկի առաջ ցեզի հայտարարվեցավ, որ այսօրվա մեր խորհրդազության նյութը պիտի լա Քրիստոսի կատարած հրաշքներն երկուքին մասին, առաջինը Հիսուս փորոթը կբժշկե եւ երկրորդ հարյուրամետին ծառային բժշկությունը։ Նախ կընթերցեմ առաջին հրաշքը, առաջին դրվագը եւ կանցնենք խորհրդազության։ Հիսուս փորոթը կբժշկե Մատթեոս 8-րդ գլուխ 1-4 համարները։ Երբ Հիսուս լեռնեն վար իջավ, մեծ բազմությունը հետևեցավ իրեն, եւ ահա փորոթը իրեն մոտենալով ձունգի եկավ եւ ըսավ. Դեր, եթե ուզես գրնաս զիս մաքրել։ Հիսուս սերկը երկարեց, տվավ անոր եւ ըսավ. Գուզեմ մաքրվել։ Եվ ամիջապես անոր փորոթությունը մաքրվեցավ։ Հիսուս ըսավ անոր. Նայե, ովևէ նեղուն բան չսես, այլ գնա եւ դու քեզ քահանային ցույց տուր, ապա իբրև ժողովրդին վկայություն, թե փորոթութենդ մաքրված ես, զոհդ մատուցանե, ինչպես որ Մովսես հրամայած է։ Նախքան այս դրվագին անդրադառնալը եկեք միասնաբար տեսնենք, թե Քրիստոս ասկե առաջ ուր էր եւ ինչ կներ։ Եվ երբ անդրադառնանք նախորդող գլուխներուն, այսինքն Մատթեոսի ավետարանի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխներուն, այնտեղ մենք տեսնենք Քրիստոսի նշանավոր լերան քարոզը, որ երկար ադեն Քրիստոս քարոզոսությամբ կսպաղեր Աստծո խոսքը կփոխանցեր ժողովրդին իր երանիներով եւ իր ուսուցումներով եւ մինչեւ որ հասնի այս բաղուն ուր գսե Քրիստոս երբ լեռնեն վար գիչներ մեծ բազմությունը իրեն գեհդեվեր արդեն հարցումը հետեւյալն է թե ինչու համար այդ մեծ բազմությունը պիտի սկսեր Քրիստոսի հետևելու բնականաբար այսօր մենք գիտենք Քրիստոսի անձը որպես մեծ կահանայավեց մեծ որպես քարոզ խոսով եւ բնականաբար իր քարոզներով իր ասենք քարոզ խոսությամբ այդ ժողովրդին հիացում պատճառեց եւ իր խոսքերով ծեվոմը իր այդ ժողովուրդը իրեն քաշեց այսօր մենք մեր կյանքի մեջ հաջող գուզենք հետևել կամ մտի գնել այն մարդոց որոնք լավ ջար խոսին դերևս լավ կքարոզեն Եվ միշտ կսպասենք անոնցմե իրենց քարոզները եւ իրենց ջարերը, որովհետեւ մենք գալ հիանանք եւ Աստծո խոսքը լսելով մեր կյանքը լեցնենք։ Ինչպես որ այսօր դուք եկած այստեղ Աստծո խոսքը լսելու համար։ Եվ նույն այդ դեպքն է, որ պատահեցավ այնտեղ, թե Քրիստոսը լերեն վար գիչներ քարոզ խոսությունեն իդ այդ ժողովուրդը հիացած իրեն սկսավ հետևել եւ այդպիսով գամած Հիսուսը սկսավ իր հետևորդները ունենալ։ Եվ ճիշտ այն բահուն էր գսե ավետարանը, թե փորոթ մգար, որ Քրիստոսի գմոտենա եւ ձունի կալով գսե դեր եթե ուզես գրնաս զիս մաքրել։ Եկեք տեսնենք, թե այն ադեն կամ այդ օրերուն փորոթը ով էր եւ ինչ կնշանակե փորոթ ըլլալ կամ ով է փորոթ անձը այն ժամանակ։ Հրյա ժողովրդին համար հրյաները գավադային թե այն անձը, որ փորոթ էր, փորոթության հիվանդությունը կգրեր իր մարմնին վրա, կնշանակե թե անիգա Աստծո դեմ մեծ մեղք գործած էր, հանցանք գործած էր, եւ ի պատասխան իր արարքին, որպես հատուցում, Աստված իրեն բաժած էր եւ իրեն փորոթության հիվանդությունը դված էր։ Այս մեկը հրյաներուն, ասենք, հավատալիքն էր։ Եվ
այս անձը գբժշկվեր միայն Աստծո կողմը։ Եվ այս անձը գբժշկվի նշանակի թե Աստված է որ իրեն բժշկած է եւ միաժամանակ անոր մեղքը ներած։ Եվ այս մարդուն համար կամ այսպիսի մարդոց համար դատաբարդություն էր առանցին ապրիլ, ժողովուրդեն հերու, Աստծո դաջարեն հերու, կահանաներեն հերու, որովհետև մեղավոր անձն էր, մաքուր անձն չէր, եւ բնականաբար երբ անձը իրեն մոդենա կամ դպչի, այդ անձն ալ պիտի վարակվի, փոխանցվի իրեն այդ կորոդությունը, հետեւաբար այս անձը ամբողջ կյանքը դատաբարդված էր առանցին ապրելու հերու մարդոցմե, հերու ամեն բան։ Բայց այստեղ գտենք որ անձը ինք կմոդենա Քրիստոսի եւ ձունգի գուկա։ Սա նշանակի թե այս անձը լերան վրա կգտնվեր եւ Քրիստոսի քարոզխոսության ագանջ տված էր։ Եվ իր մեջ այդ հավատքն արտնցած էր եւ ուզած էր քաչալերվել եւ մոդենալ Քրիստոսի եւ իր մեջ խնդրանք ուզել, բան ուզել։ Եվ դեսնենք այդտեղ խոնարհության ոգին, մարդու խոնարհության ոգին, որ ամեն ինչ սկսելի առաջ ձունգի կա Քրիստոսի թիմած։ Եվ այս մեկ մեզի խոնարհության պատկերն է որ ցույց կտա։ Եվ հետևյալը գսե. դեր եթե ուզես գրնաս ցիս մաքրել։ Ամեն բան առաջ Քրիստոսին դեր գոչե։ Այդ խոսքով ինք գահավատա որ անոր դիմաց կանգնողը դեր Աստվածն է, Աստծո գրգված անձն է, Աստվածորդին է։ Ամեն բան առաջ այս մեկը պետք է նկատի առնենք։ Եվ երկրորդ արդարությունը, որ ավելի մեծ արդարությունն է, եթե ուզես գսե ինձի գրնաս մաքրել։ Ես կուզեմ մաքրվի, որպես փորոտ ես կուզեմ մաքրվի, բայց ես այդ դժվարությունը, այդ դարաբանքը, որ ես կգրեմ, այդ մեկ ես Աստծո ցկած եմ։ Այդ արդարությունն է, որ ունենա փորոտը Քրիստոսի դիմաց, եւ գսե եթե դու ուզես, եթե գուգամ կտե, որ ես մաքրվիմ, ես մաքուր դառնամ, անմեղ դառնամ, թող դադարվի։ Այսօր դեսնենք այս մեկը մեր կյանքի համար մեծ օրինակ կգրնալ, որտեղ մենք հաջող մեր կյանքի ընթացքին շատ բաներ գնանք ուզել Աստծուց մե, բայց գրնալ այդ մեկը Աստծո կամքը եղած չլա։ Եվ կամ մենք հաջող երբ Աստծուց մե խնդրանքներ ունենանք, չենք անդրադառնալ, որ այդ խնդրանքները գրնալը չարին կամքը եղած կլա եւ կամ մեր կամքը, որ շատ հաջող սխալ դեղեր գացնե մեզի։ Եվ ամիջապես մենք Աստված կմեղադրենք, որ Աստված մեզ չի լսեր, Աստված մեզ ական չի քներ եւ այդպիսով կմեղադրենք Աստված։ Բայց ահավասիկ օրինակը, Քորոդին օրինակը, որ գուկա մեզի սորվեցնելու, թե մենք մեր կյանքի մեջ գաբրինք Աստծո կամք կգադարել համար եւ Աստծո կամքին հաստատման համար գաբրինք աշխատենք։ Եվ ոչ թե մեր կամք կգադարել համար։ Այս մարդը գուզեր բժշկվել, գուզեր մաքրվել, այո, բայց այդ մեկը Աստծո ցկեց, այդ նեղությունը, այդ դժվարությունը Աստծո դիմաց դրավ։ Եվ սա ով դեր, եթե գուզես, դու գնաս ինձ մաքրել։ Ես գավադամ, որ դու ընդերն ես, դու Աստվածն ես, դու գնաս ինձ մաքրել։ Բայց ադիգա եթե կուգամքը թե թողլա, եթե կուգամքը չէ, թող չլա։ Եվ Քրիստոս դառնալով հետևյալը գնա։ Հիսուս ցերկը երկարեց, ծբավ անոր եւ ըստավ. գուզեմ մաքրվել։ Ահավասիկ Քրիստոս մեկ արարքով մարդուն կյանքը փոխեց։ Քրիստոս մեկ տնալով անոր կյանքը հեղաշրջվեցավ։ Մարդը, որ քուրքուրանքի սիրո գարոտ ուներ, մարդը, որ դատավարտված էր ամբողջ կյանքը առանցին ապրելու հերու մարդոցում է, ահավասիկ Լուկա Քրիստոս մեկ տնալով անոր կյանքը կբարեփոխե եւ զինք կբժշկե թե հոգեվես եւ թե ֆիզիկավես։ Բայց այսօր մենք երբ անդրադառնանք մեր կյանքին շատ հաճախ չարախոսությամբ եւ այսօր անոր վրա կխոսենք, մենք մեզ դատավորներ համարելով չարաչար կխոսենք Մարկոս մասին եւ գսենք թե այսինչ անձը մեղավոր անձն է, ինչ գործ ունի եկեղեցիի մեջ եւ ինչու համար եկեղեցի եկած է։
Փոխանակ զինք կաչալերելու որ եկեղեցի կա, փոխանակ մտածելու թե եկեղեցին անոր դերը, եկեղեցին որ մեղավորներուն վայրն է, որովհետեւ այնտեղ գալով իրենք փրկությունը ստանան եւ կամ իրենց կյանքը բարեփոխեն, մենք գզրբարդենք այդ մարդիկը եւ փոխանակ կաչալերելու իրենց ուսահավության, ասենք, գմատնենք եւ բաժար գնանք որ իրենք հերանան եկեղեցին, հերանան Աստծո, հերանան Քրիստոսը։ Բայց ահավասիկ Քրիստոս, որ թեև որպես մարդ բեք չէր գտնել իրեն, բայց ինք որպես Աստված ինք եկավ զինք բժշկելու, իրեն բարձրապես տպչելով անոր կյանքը բարեփոխեց եւ գսե գուզեմ որ մաքրվես։ Բնականաբար Քրիստոս պիտի ուզեր անոր մաքրությունը, անոր ասենք ազատումը այդ հիվանդութենեն, բայց Քրիստոսն այդ դեսավ անոր մոդեցումը իրեն, ամեն բանաչ խոնարհությունը, զինք դեր գոչելը եւ անոր գամքը խնդրելը։ Եվ մենք այս երեք բաները գադարենք մեր կյանքի ընթացքին, խնդրենք, մենք այդ նույն ասենք շնորհքի մի արժանանանք, ինչպես որ այս փորոդը մեկ տպչելով իր կյանքը բարեփոխվեցավ։ Եվ գսե ավետարանի մեզի թե ամիջապես անոր փորոդությունը մաքրվեցավ։ Շարունակելով Հիսուս հետևյալը գսե փորոդին. Նաև ովևէ մեկուն բան չսես, այլ գնա եւ թուն քեզ քահանային ցույց տուր։ Քրիստոս ամեն բան խնդրել է որ ինչ որ բադայցավ մեկուն բանը չսել, մինչև որ ինձ քահանային ներկայացնե, որովհետեւ քահանան վավերացնե եւ հայտարարե որ ինք բժշկված է։ Որովհետեւ միան քահանան է, որ գրնար վավերացներ եւ ժողովրդին հայտարարել որ այսինչ անձը բժշկված է եւ գրնա մարդոց մեջ այլես մտնել, իրենց հետ խոսի, շփում ունենալ, հարաբերություն ունենալ եւ այլն։ Բայց նաեւ ուրիշ պատճառ կա որ իրեն գսե թե մեկուն բան չսե, այն ալ որովհետեւ ինչպես որսի որոդ անձը այն ժամանակ մեղավոր կհամարվեր եւ եթե մարդիկ գիտնային որ Քրիստոս անոր թված է, նշանակի թե մարդիկ պիտի կայտաղեն Քրիստոսին եւ պիտի չմոտենային իրեն։ Թեև գտեսնենք մենք Մարգոսի ավետարանի մեջ, ոստեղ չէ իշված, բայց Մարգոսի ավետարանիչը Մարգոս ավետարանիչը գիշե իր ավետարանի մեջ, թե այս անձը գնաց եւ դարածեց դուրը եւ այնտեղ Քրիստոս հուսապեցավ Մարգոս մեջ մտնելը ժամանակաշրջանը եւ գնաց ամայի դեղեր շրջելու համար։ Այս միտքը նկատի առնենք։ Բայց սազից պես նպատակ աներ որ Քրիստոսին նպատակ աներ որ մարդիկ չկայտաղեին իր մե, չգործեցնել այդ հետևորդները, որ իր ետևեն գուկային, այլ ուզեց այդ մեկը քաղտնի մնա, մինչև որ չհայտարարվի, մինչև որ հայտարարվի, որ ինք այլևս բժշկված է։ Ուրիշ նպատակ ուներ Քրիստոս, երբ ըսավ իրեն, որ դու անձդ քահանային ցույց տուր, ինչպես որ քիչ առաջ հիշեցի, եթե գիշեք, որ այնադեն կգարձեին, թե գահավադային հրյաները, որ այս անձին փրկությունը կամ բժշկումը գլա միան Աստծո կողմ է։ Եվ երբ այս անձը կբժշկվի, նշանակի թե Աստված ներեց անոր մեղքերը եւ անոր համար իրեն բժշկություն շնորհեց։ Եվ գարձեք այստեղ Քրիստոս նամակն ուզե հասնել այդ քահանային կամ քահանաներուն, որ ինքն է Աստվածը, ինքն է Աստվածը, Աստվածորդին, որ եկած է աշխարհ։ Նաև այս մեկն պետք է նկատի առնենք։ Շարունակելով գսե թե իբրև ժողովրդին վկայություն, թե փորոդեն հետ մաքրված ես, զոհդ մատուցանե, ինչպես որ Մովսես հրամայած է։ Բարձրապես Քրիստոս կբادرեն, որ որպես վկայություն թե դու բժշկվեցար, փորոդեն հետ ազատեցար, գնա եւ զոհդ ընձատ մատուցանե Աստծո դաջարին, որպես շնորհակալություն Աստծո, որ դու բժշկվեցար։ Դու բարիք մստացա Աստծո մե եւ այդ բարիքին դիմացությունն ալ բամր է Աստծո դաջարի համար։ Եվ այս մեկն ալ մեզ օրինակն է սիրիավարացիաներ, որ մենք մեր կյանքի ընթացքին երբ բարիք մը կրկնենք, բարիք մը ընկալենք, գիտնանք որ այդ բարիքի աղբյուրն է Աստծո մե որ եկավ մեզի եւ մենք ադոր հիման վրա ապրենք մեր կյանքը եւ փոխանակ ճարիք ցանենք, բարիք ցանենք մարդոց մեջ եւ երբ մենք
մարդոց դիմաց բարիք մգադարած կտանք, մեր նմանին համար բարիք մգադարած կտանք, այդ մեկը բնականաբար Աստծո գադարած կտանք մեր ժամանակ։ Հետևաբար այս գաղափարն է, որ ուզեր Քրիստոս ձևումը ցույց տալ մարդոց, որ մենք բարիք դիմաց բարիք շնորհենք նաև մեր նմաններուն։ Այս կանը առաջին հրաշքին մասին։ Երկրորդ ուրեմն հայրաբեդին ծառային բժշկությունն է, դասյալ ուզեմ ընդեցել եւ ապականցնենք խորհրդածության։ Երբ Հիսուս Կապառնայում մտավ, իրեն մոտեցավ հռոմայեցի հայրաբեդը, որ գաղաչեր ըսելով. «Դեր, ծառաս դունը անտամալույց վիճակի մեջ է եւ սաստիկ կդարաբի»։ Հիսուս ասավ. «Ես կուքամ եւ կբժշկեմ զայն»։ Հայրաբեդը պատասխանեց. «Դեր, ես արժանի չեմ քեզ իմ հարգիստակ ընդունելու, միայն բամը ըսը եւ ծառաս պիտի առողջանա, որովհետեւ ես հալ որպես իշխանության ենթակա մարդ ցերկից դակ զինվորներ ունիմ։ Մեկուն գսեմ գնա եւ երթա, ուրիշիմը գսեմ եկուր եւ ուկա, ծառայիս գսեմ այս բանը ըրը եւ կգադարե»։ Հիսուս երբ լսեց, հիացավ եւ իր հետևորդներուն ըսավ. «Գսեմ ցեզի, թե նույնիսկ Իսրայելի մեջ այսպիսի հավատ ունեցողը չկա։ Գիտեք նաեւ, թե շատեր արևելքեն եւ արևմուտքեն պիտի կան, եւ երկինքի արքայության մեջ սեղան պիտի բազմին Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ։ Իսկ անոնք, որոնք երկինքի արքայության ժառանգորդները պետք է լայն, դուրսը խավարին մեջ պիտի նետվին, ուր պիտի լան եւ ագրանները գրջդեն»։ Հետո Հիսուս հայրաբեդին ասավ. «Գնա, ինչպես որ հավատացիր, այդպես թող լա քեզի»։ Եվ նույն բարգանին հայրաբեդին ծառան բժշկվեցավ։ Ավասիկ դարձյալ Քրիստոսի գդարած հրաշներեն մին, որ այս բարակային խոսինք հայրաբեդի մասին, որ հռոմայեցի էր, հրյա չէր, եւ այն ժամանակ հռոմայեցիներն էին, որոնք գիշխեին, գդիրեին հրյաներուն վրա, իրենց մեջ դուրք կանցելով եւ շատ հաճախ հրյաները որպես ծառա օգտագործեին իրենց դուներուն կամ բնակարաններուն մեջ։ Բայց այստեղ հետաքրքրական հետևյալն է. այս անձը հայրաբեդը, որ մեծ դիրքի վրա գտներ, մեծ պաշտոնի վրա գտներ, իր կյանքի մեջ մշտապես հրամայական ցեվով որ խոսի մարդոց կամ ծառաներուն հետ, ինչպես որ ինքս է, զինվորներով սկսեմ գնայ երթա, եկուր եւ ուկա։ Բայց այստեղ դեսնենք անոր մոդեցումը Քրիստոսի դիմաց եւ դեսենք թե ան աղաչելով ուկա, գսեք գաղաչեր Քրիստոսին։ Եվ գսե թե դեր նորեն այստեղ դեր գոչե Քրիստոսը եւ գսե թե ծառաս դունը անտամալույց վիճակի մեջ է եւ սաստիկ կդարաբի։ Նաեւ ուրիշ հետաքրքրական գետ մգա, թե ան իր խնդրանքը Քրիստոսեն ոչ թե իր ընտանեկան բարականերեն մեկուն համար է կամ հարազատներեն մեկուն համար է կամ բարեկամներեն մեկուն համար է, այլ իր դա մեջ գտնվող ծառային համար է, որ բնականաբար հրյա անց ուներ եւ անոր համար է որ Լուկա Քրիստոսի խնդրե թե զինք բժշկե, որտեղ անտամալույց եւ սաստիկ կդարաբի գսավետարանը։ Այսօր եթե ուրիշ անց մնար գնար այդ ծառան դուն գրգել եւ ուրիշ ծառա մտնել։ Բայց կտեսնենք թե ադոր այդ անցին սերը իր ծառային նկատմամբ եւ ինքն ասրդանց կուզեր որ այդ ծառան բժշկվի եւ բժշկություն ստանա դիրոջ կողմը։ Եվ տեսենք թե այստեղ ալ Քրիստոս որպես դեր գճանչնա, ինք որ հայրաբեդն է, ինք որ բարձր դիրքի վրա գտնվող անձն է, հավատալով Քրիստոսի աստվածության, ուկա եւ դեր գոչելով խնդրանքը գուզե անգե։ Եվ Հիսուս գնդարաչի անոր ասենք առաջարկին կամ խնդրածին եւ գսե ես կուկամ եւ կբժշկեմ։ Բայց հայրաբեդը պատասխան գուտա գսե դեր ես արժանի չեմ քեզ իմ հարգիստակ ընդունելու, միան բամը ըսը եւ ծառաս պիտի առողջանա, որովհետեւ ես ալ որպես իշխանության ենթակա մարդ ցերկից տակ զինվորներ ունիմ, մեկում գսեմ քնա եւ երթա, մյուսին գսեմ եկուր եւ ուկա, ծառաներուս գսեմ այս բանը եւ կգադարե։ Նաեւ ուրիշ հետաքրքրական գետն է։ Այստեղ եւ գսե Եվ Քրիստոսին պատասխանը ըստելով թե ես արժանի չեմ
քեզ իմ հարգից դակ ընդունելու այդ խոսքով ինք չսեր թե ծարան որ հիվանդ է դուն նստած է չսեր որ ծարաս արժանի չէ չսեր որ ինչ պետք է գտնում դուն սկալու եւ փոխնելու որովհետեւ ինձ բժշկես ես կավատամ որ դու խոսքն ասես եւ այդ մեկ պիտի ըլլա եւ ծարաս պիտի բժշկվի բայց ինձ ինքն է որ անարժան գտեսնի ոչ թե իր ծարան որ հիվանդ է գրեցեք խոնարհությունը եւ հեզությունը այս մարդուն եւ միաժամանակ հավատքը թե այն անձը այսինքն Քրիստոս գնա իր խոսքով նույնիսկ բժշկություն շնորհել իր ծառային որ դու անտամանույց է եւ բնականաբար այստեղ Քրիստոս գյանա եւ պատասխանին եւ ունեցած հավատքի միաժամանակ եւ իր հետևորդներուն այսինքն իր հետև կանգնող ժողովրդին իր հետևորդներուն գսեմ ցեզի թե նույնիսկ Իսրայելի մեջ այսպիսի հավատ ունեցող մը չկա Քրիստոս թե պատասխանին գյանա եւ թե գյանա իր ունեցած հավատքին համար եւ այդ անձը գարժեվոր է իր յետին գանքնող հետևորդներուն թիմած այսօր ընդհանրապես երբ մենք գանկատանանք կամ խոսենք Քրիստոսի բժշկություններուն կամ վրաշներու մասին այնտեղ պետք է անդրադառնանք որ Քրիստոս ամեն բան առաջ մարդուն հավատքը կգտնե մարդուն հավատքին գնայի եւ անդիետ կե որ մարդուն հավատքը գարժեվոր է զինք բժշկելով եւ կամ հրաշք մգադարելով բայց այսօր մենք հաջող այս մեկը սխալ գասկնանք եւ կամ հագարավի գասկնանք մենք շատ հաջող կգործենք որ եթե մենք հրաշք մտեսնենք կամ եթե մեր կյանքի ընթացքին հրաշք մբադահի այն ադեն է որ մեր հավատքը պիտի ավելնա այն ադեն է որ մեր հավատքը պիտի զորանա բայց ահավասի գուկա Քրիստոս մեզի հագարակ ասելու գուկա Քրիստոս մեզի ասելու թե եթե դու հավատ ունիս հրամե ահավասի քեզի հրաշք եթե դու կհավատաս կհրաշագործեմ կբժշկեմ եւ ոչ թե որ Քրիստոս եկավ հրաշագործություններ կատարեց որ մարդիկ հավատան իրեն ավելիով հետեւաբար մեզի Քրիստոս կուզե հետեւյալ սովեցնել որ մենք մեր կյանքի ընթացքին Աստծո շնորհքին գարժանանանք երբ մենք կհավատանք Աստծո հրաշագործության կամ բժշկության կամ առողջության գարժանանանք երբ մենք կհավատանք անոր էության անոր գործին անոր կարողության անոր մեծության եւ ինչպես որ Քրիստոս բոլորին դիմաց հայտարարեց կամ ասենք արժևորեց մարդասելով որ նույնիսկ Իսրայելի մեջ այսպիսի անձը չկա, այսպիսի հավատը չկա եւ շարունակելով խոսի հետեւյալը ասելով շատեր արևելքեն եւ արևմուտքեն դիդիկան եւ երկինքի արքայության մեջ սեղան պիտի բազմին Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ իսկ անոնք որոնք երկինքի արքայության ժառանգորդներ պետք է լայն դուրսը խավարի մեջ պիտի ներվին ու պիտի լան եւ ագրանները գճդեն այստեղ խոսքը Քրիստոս կուղե հրյաներուն հրյաները որ այն ժամանակ խոստացված ասենք ժողովուրդն էին կամ ասենք երանների ժողովուրդն էին Աստուծո եւ մենք խոսենք այսօր հայրաբեդի մասին որ հռոմայեցի էր որ միաժամանակ հետանոց ուներ այստեղ խոսքը կուղե հրյաներուն ասելով թե դուք որ գարցեք որ դուք երկինքի արքայության մեջ դեղ ունիք այսօր գնալա որ դուք երկինքի արքայությունեն դուրս մնաք եւ անոնք որոնք արևելքին կամ արևմուտքին պիտի կան անոնք ժառանգեն կամ անոնք սեղանստին Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ այդ խոսքով Քրիստոս ուկա ասելու թե ինք եկած էր աշխարհ բոլոր մարդոց համար բոլոր ազգերուն պատկառող մարդոց համար եւ ոչ թե միայն հրյաներուն համար եւ այս մարդը որ հռոմայեցի էր եւ հետանոց ուներ նշանակե թե իր հավատքը որ ցույց տվավ Քրիստոսի դիմաց ան նաեւ արժանացավ Աստծո շնորհքին Աստծո բարգեւին եւ ընդհանրակը անոնք որոնք մանավանդ հրյաներու մասին խոսին որոնք գգարձեին որ իրենք երկինքի արքայության մեջ բաժին ունին գնալ իրենց մեջ շատեր դուրս մնան այդ արքայությունեն եւ անոնք միան մոտ պիտի գնան գործել երկինքի արքայություն որոնք հավատ ունենան իրենց անձերու մեջ մեկ խոսքով Քրիստոս եկած աշխարհ բոլոր մարդոց համար եւ Աստված խդություն չունի ոչ հետանոսի եւ ոչ հրյայի միջեւ եւ հետո Հիսուս շարունակելով եւ խոսքը հայրաբեդին գսե կնա եւ ինչպես որ հավատացիր այդպես թողնա հավասարեցինք նաեւ Քրիստոս իր հավատքը գարժևորե մարդուն եւ ինչպես որ հավատացիր գսե ինչպես որ դու հավատը ցույց տվիր հավատացի որ ես կնամ բժշկել
այդպես թողելա եւ վեճավորության գսե նույն վարյանին հայրապետին ծարան բժշկվեցա։ Այսօր անտամալից մեկ է պիտի բժշկվի, մենք շատ լավ գիտենք, որ դարիներ գուզե որ բժշկության ասենք արժանանա, բայց Ահավասիկ Քրիստոս մեկ խոսքով մարդու միան հավատքը տեսնելով, ճշմարիտ հավատքը տեսնելով, լսա որ քնա արդեն իսկ ծարատ բժշկված, նույն վարյանին բժշկվեցա։ Գեղեցիկ է պատկերը, երբ խոսենք հավատքի մասին եւ մանավանդ այսպիսի օրինակներ գտնվի մեզի Աստվածաշունչեն, մեզի պետք է մեկը քաջալերական լա, որովհետեւ դերևս մեր կյանքի մեջ այդ հավատն է որ գվակսի, ամուր հավատն է որ գվակսի, վստահությունն է որ գվակսի Աստծո նկատմամբ եւ անոր գարողության նկատմամբ։ Հետեւաբար սիրավատացյաններ իմ աղոթքս է այսօր, որ բոլորս այս ամուր հավատք ունենանք, լանք որոդի նման եւ այս հայրապետին նման, որոնք առանց գասկածելու մոտեցան եւ հավատքով, խոնարհությամբ իրենց նմանները սիրելով եւ հավատալով, որ Քրիստոս կամ Աստված պիտի բժշկեր սիրենք կամ իրենց սարանները կամ իրենց նմանները, անոնք արժանացան այն բոլոր շնորհքին, որ Աստված ինքն է անշուշտ բոլոր շնորհքներուն աղբյուրը, արժանացան այդ շնորհքներուն եւ մեզիալ օրինակ մը եղան, որ մենք կալ նույն ձևով շարունակենք մեր կյանքը ամրավիտ հավատքով, ամուր հավատքով, որովհետեւ բոլորս բարավորենք դերը ամենաշուրջ երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այսօր գնե մինչեւ հավիտյան ամեն։